Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը, որը 2 օր առաջ երկար լռությունից հետո առաջին անգամ արձագանքել էր իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի վերաբերյալ աղմուկին և նշել, որ ինքը առնչություն չունի տեսանյութերի հետ, նույն դիրքորոշումը երեկ հաստատել է քննչական կոմիտեն, հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ և քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը նաև սանրվածքը համընկնում են և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ հա էլի, նման են իրար։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը, նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բնականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։ Պարզվում է, այսքան աղմուկ հանած տեսագրության եզրակացությունը, ըստ Բաբայանի, բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է, այսինքն ամբողջ եզրակացությունը ուղիղ կես էջ է։